Դեկտեմբերի 4-ին Հայաստանում տեղի կունենա Հայ Դավիթ անիմացիոն ֆիլմի պրեմիերան։ Դաշիր ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը նշեց, որ նախագիծը բարի եւ լուսավոր նախաձեռնություն է, որը միավորում է ընտանիքներին եւ երեխաներին ծանոթացում կարեւոր արժեքների հետ։ Մուլտֆիլմը պատմում է Դավիթի սխրանքների մասին, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում։ Լիամետրաժ տարբերակը դեկտեմբերի 4-ից կցուցադրվի Սինեմա-Սթար կինոթատրոնում, իսկ առաջին 2 սերիաները արդեն հասանելի են YouTube-ում։ Ղարաբաղում ադրբեջանցի վերաբնակիչները տեսանյութեր են հրապարակում իրենց նոր բնակավայրերից, որոնք կառուցվել են Իլհամ Ալիևի վարչակազմի լայնածավալ ծրագրերի շրջանակում։ Ֆիզուլիի բնակիչները լուրջ խնդիրների են բախվել առաջին անձրևներից անմիջապես հետո։ Ջուրը լցվել է առաստաղներից դեպի տուն, պատերի միջով։ Համացանցում սկսել են հայտնվել մեկնաբանություններ, որոնցում կասկած է արտահայտվում մնացած նորակառույց օբյեկտների, կամուրջների, թունելների, օդանավականների եւ հաղթանակ կոչվող մայրուղիների ամրության եւ որակի վերաբերյալ, որոնք բախվում ներկայացում են որպես խոշոր ձեռքբերումներ։ Փորձագետները նշում են, որ նման դեպքերը նվազեցնում են մարդկանց վստահությունն ու Ղարաբաղի տարածքում ապրելու կամ վերաբնակվելու ցանկությունը։ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» արձանը, որն ավելի հայտնի է Դեդո Բաբո անվանումով վանդալիզմի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է Գեղարդ գիտահետազոտական հիմնադրամը հողումաներով Թալիշ լրագրողի հրապարակմանը։ Ազգությամբ Թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևը X-ի իր միկրոբլոգում տեսագրություն է հրապարակել եւ գրառում արել։ Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է Արցախի խորհրդանիշը, նշել է Շալիևը։ Նրա ներկայացրած տեսանյութում արձանի վրա առջևի հատվածում երևում են ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ։ Մի խումբ հայ պարուհիներ որոշել են Հայաստանի երկրորդ քաղաքում Գյումրիում հայկական գեղեցիկ պարբեմադրել։ Աղջիկները հավաքվել են Գյումրու կենտրոնում, կիսաշրջան կազմել ու հիացրել թե անցորդներին, թե համացանցի դիտորդներին իրենց նազանի ու նրբագեղ պարով։ Թրամփի ուղուստեղծման ու սպասարկման ուղղությամբ այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև։ Այժմ լրագրողների հետ շփոթվածությունում այս մասին հայտնել է Հայաստանի ագնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Երկու կողմերն են որոշելու։ Բնականաբար ամեն կողմ ունի իր մոտեցումները, երկու կողմի խորհրդակցությամբ է դա որոշվելու, ասել է փոխնախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ մոտեցումներ ունի Հայաստանը TTIP-ի սպասարկման ներգրավող պոտենցիալ ընկերությունների մասով եւ Հայաստանը բացառում է արդյոք, որ որևէ թուրքական կազմակերպություն կարող է ներգրավված լինել գործընթացում։ Սաֆարյանը նշել է, լուծումներն ու ընկերությունների ընտրությունը պետք է համապատասխանի երկու կողմերի շահերին, բայց առաջնահերթ պետք է ստեղծվի հայ-ամերիկյան ընկերությունը։ Հայաստանի առաջատար ըմբիշներ Արսեն Հարությունյանը եւ Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաեւ UFC մարտի Կարման Ծառուկյանը Դուբայում լավ ժամանակ են անցկացրել։ Համացանցում լայնորեն տարածվում է այն տեսանյութը, որ նմշամարտիկ Արսեն Հարությունյանը տեղադրել է Instagram-ի իր սթորի բաժնում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հապգործով կապի մեջ է Հայաստանի հետ։ Պուտինը նշել է, որ հապկի գլխավոր խնդիրներն ու հայտնել, երբ կկայանա հաջորդ գագաթնաժողովը։ Նա նշել է, որ կազմակերպության աշխատանքներին մասնակցության ձևաչափի վերաբերյալ Երևանի ընտրությունը Հայաստանի ներքին որոշումն է։ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։ Մեր հայ գործընկերներն ասում են, որ աջակցում են հապկում կայացվող բոլոր որոշումներին, իրենց համարում են կազմակերպության անդամ, սակայն այս փուլում ձեռնպահ են մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց, ասել է Պուտինը։ Мы как государство, которое возглавило сейчас работу в рамках ОДКБ, конечно, будем находиться в постоянном контакте и с ними, как с членами этой организации. И разумеется, решения, которые мы будем готовить по каждому из приоритетов, мы будем и с ними прорабатывать и согласовывать.
Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներն ինքնաթիռում համերգի ականատես են եղել։ Զրետենսկի վանքի երգչախումբը ելույթ ունեցավ հենց Հայաստան թռչող ինքնաթիռում։ Թռիչքի ուղևորների կողմից նկարահանված տեսանյութն ակտիվորեն տարածվում է համացանցում։ Արտիստները կատարել են ռուսերեն եւ հայերեն երգեր, օրինակ «Ով հայոց աշխարհ» երգը։ Ռուսական երգչախումբը Հայաստան է ժամանել «Պիտիժենիե» կինո նախագծի նկարահանումների համար։ Նոր շարքը նվիրված է լինելու դերասան Դմիտրի Խառատյանին։ Արդարադատության նախարար Սեփուի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Արդարադատության նախարարության նախորդին հրապարակած տեսանյութում նախարար Սեփուի Գալյանը նշում է. «Ես ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, եւ դա վերաբերվում է տեքստի մշակման ու դրաժամկետներին։ Մասնավորապես, հանձնարարությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին»։ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում բախվել են Զիլ Մակնիշի բեռնատարը եւ Օպել Մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով մեկ անձ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարարծառայությունը։ Դեպքի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 27-ին ժամը 23:40-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզի փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կիլոմետրին բախվել են Զիլ Մակնիշի բեռնատարը եւ Օպել Մակնիշի ավտոմեքենան, ասված է հաղորդագրությունում։ Միջազգային օլիմպիական կոմիտեն իր պաշտոնական կայքում հաստատել է, որ ռուսաստանցի գեղաստահորդ Պյոտր Գումենիկը եւ Ադելիա Պետրոսյանը 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու հրավեր են ստացել։ ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը, որը գնահատում է ռուսական կամ բելարուսական անձնագրով մարզիկների խաղերին մասնակցելու իրավունքը, Գումենիկին եւ Պետրոսյանին համարել է ընդունելության չափանիշներին համապատասխանող մարզիկներ խաղերը մասնակցելու եւ հրավիրելու համար։ Հրավերը ստացվել է նաեւ Բելարուսի գեղաստահորդու Վիկտորիա Սաֆանովին։